Ինչ կա ժողովուրդ ձեր հետ ոնց որ միշտ rider-ն է, այս մեր մոտ արդեն ջրի ճամփա է դառը։ Ես էլի Ducati եմ։ Վերջի վիդեոն վրոդի լավ է անցալվել, լիքը մարդ վրոդի ասում որ դուրներ եկել է review-ներ եմ անում մոտոների բան։ Իհարկե ես ուզում եմ նաև քշելով review-ներ անեմ մոտոների, որ вообще սիտալնը խորանամ այդ ամեն ինչի մեջ։ Հուսամ coming ստացի չի խանգարում։ Ես տեմ էլի մեր Ducati-ով եղանակը վրոդի ենկոմը կապուտա, այսկոմը whatever։ Չեմ կարծում անձրև կա, բայց даже եթե կա այս սաղանում ձեր համար, так что ներս անցնենք ու տենանք թե ինչ մոտո ենք այսօր նկարել вообще։ Բում։ Եթե սս բաները դզում է իհարկե, շատ կարևոր է լայք անել, շատ կարևոր է կոմենտ գրել, շատ կարևոր է subscribe անել ժողովուրդ։ Ու ձեզ ներկայացնում եմ ժողովուրդ։ Պանիգալ է 6 հորս տրիկոլոր է, ինչ է նշանակում, вообще տրիկոլոր է, դից երևի սկսենք։ Ի սկզբանե տրիկոլորեն Իտալիայում вообще նշանակում է եռագույն, այսինքն հենց sense որ նայենք այս բակի կողմից արդեն բարձ է դառնում։ Իտալիայի դրոշն է, չնայած այս մոտի դեմից նայենք որ Իտալիայի դրոշը լինի, խնդրեմ։ Ու իհարկե ինքը ակրասն է իրա, բայց նաև կա մի քանի սպորտիվնի ունիկալ sense ասած նյուանսներ, որ այս տարբերվում է մնացած մոտոներից։ Ամենագլխավորը, ամենագլխավորը ես ցույց ցույց տամ։ Եկեք մոտոյին նստելու կողմից գանք, երբ որ դու իրա վրա նստում ես, այս ես տեսնում ժողովուրդ։ Այս մի բան է, ինչ ասես արժի, ու իհարկե այս մի այլ կարգի գինը փոխում է մոտոյի, մի այլ կարգի գնի մոտոյի կոլեկցիոներում մեսցե, եթե դաժե ռուսերեն կամ հայերեն բառը, collectability անգլերենով ասած, այդ է մի անգամից փոխում, ու այս այն մոտոնա, որ իրականում, ինչքան է ցավոտ է այդ, լիքը մարդ առնելու է սենց մոտո, պահելու է իրան, չի քշելու, ափսոսալու է, որ հետո իրա գինը բարձրանա եւ այլ։ Բայց ինքը տրեկի կատաղած մոտո է, մենք արդեն 6-4S-ի մասին շատ ենք խոսացել, так что ստեղ երևի թե կփորձեմ ես ավելի քննարկել տարբերությունները S մոդելից ի տարբերություն 6-4S-ին, իհարկե բացի ես իր ակրասից, որ շատ սիրուն է իրականում, միշտ տրիկոլորը ակրասները շատ եմ ես սիրել։ Դրանից բացի գլխավոր բաներ որ նկատում ես, առաջինը մի այլ կարգի շատ կարբոն, անես տպարսա ոնց որ չեն իմացել ինչ անեին այս կարբոնի հետ, ու թե վրխլապի կտորն է կարբոն, թե էս է կարբոն, թե ստեն մտցել է կարբոն, որ մեր մեջ ասած կարող ինչ մտցնեին, բայց այս Ducati-ն է, այս իտալացիք են, իտալացիք սիրում են ուշադրություն ու սիրում են դրամա, դրաման ամենտեղ կա դրամա, մենք ունենք ստեղ կարբոնից սենց ոտի տեղերը, ունենք S կարբոն, ունենք S կոմից բավականաչափ շատ կարբոն, ու ամենակարևոր կարբոնի թեման, իհարկե S էլ է մեր մոտ կարբոն, բայց դրա տակ էլ ինչ ունենք, բում, ունենք, հեսա ֆոկուսը, ունենք էլի կարբոն, թե դեմիակը, թե հետևիակը, իհարկե կարբոնը, այս կարբոնը մեր մեջ ասած լրիվ ուրիշ տեսք ունի, ինչ ուզում ես ասա, կարբոնը հոտը լրիվ ուրիշ է, չնայած որ իրանից հոտ չի գալի, բայց կարբոնը տենում ես, մի այլ կարգի զավռաժևիշի վիճակ է իրականում, մի այլ կարգի է դզում այդ պահը։ Կարբոնից բացի, տորմուզները քննարկենք, ստե կա սենց մի հատ բան, որ վստահ եմ շատ մոտոների վրա չեք տենա, այս ատամները, սուպերտը հաստ է, սուպերտը չէ, դիսկերը հաստ են եւ այլ, այդ տիպի տեխնիկի տենց տարբերությունների մեջ ես չեմ կարող մտնել հիմա ձեր հետ, բայց կարամ ասեմ, այս rank ինչի համար է, եթե տեսնում եք, ու այս գլխավորապես հովացման համար է, performance-ի, ելնում է նաեւ ինչ որ ալիքներ են ունենում, տոլի ինչ են ունենում, որ վիբրացիա ստեղծի ու տարմազներ կալոտկեքի վրի կեղտը թեթև մաքրի այդ վիբրացիան գոնկի բանի ժամանակ, որտեղ շատ է այդ փոշին դուրս գալիս,
այս ներսի կողմից մենք որ ճիշտ անկյան տակ նայենք, դե կարբոնի կտորներն է երևում ներսի կողմից ոչ պոլիշ արած, շատ եմ ես սիրում այդ տեսքը կարբոնի։ Պագրշկեքն է սրա վրա բավականին ուրիշ, մենք ունենք Super Corsa SP ու իրական որ ձեռով է սանում, ասես ճոր ոնց որ կոնկրետ վրան կլեյ քսած լինի։ Ու այդ իհարկե ավելի շուտ է մաշելու, որտեղ ինքը տրեքի համար performance-ն ավելի կարևոր քան թե երկարակացությունը, բայց այս տրենիայով դու պատկերացրու, երբ որ լրիվ բավարոտի մեջ ես, ինչքան վստահություն է այս պագրշկեն քեզ տալու, ինչքան վստահ ես դու ավելի լինելու, որ տրենիատ կարաս ոնց որ բրթես sense ունակությունը մոտոյի, ինչքան կարելի է դուրս անես իրանից։ Երբ որ մոտենում ենք մոտոյի cockpit-ին, մի բան որ պեսամտ էլի աչքիս է ընկնում, այս գիծն է, այս կայֆոտ բանը, որ լում է կառավարել, երբ որ դու քշում ես, ու այդ ընթացքում զգում ես տորմուզը ինչ է աշխատում, տրեքի վրա ես մի քիչ ինչ-որ բան են չի, քո աջ ձեռը մնում է գազի վրա, տորմուզի վրա, ձախ ձեռդ, քանի որ միշտ որ քեզ կոնուս է պետք, կարող ես օգտագործել սրանով, настройка անես քո տորմուզը, ստա մի հատ է պլյուս կա իրականում, այս կոմիսս մոտոսում սիստեմ։ Լիքը sense Brembo ենք, լիքը մոտոները սպանը չունեն, բայց որոշների վրա հանդիպում է այս կայֆը, որը որ թույլ է տալիս քո տարմազնոյի ժիտկստի ոնց որ քանակը կառավարես, ու ստայդում այս նույն սխմելուց ինչքան շատ տորմուզ է մոտոն տալի, ինչքան չուստվիցիլն է, թե չուստվիցիլն չի։ Ես նաև ստես եմ տեսնում, այս իրականում pit stop-ի limiter-ն է, DPL-ը չգիտեմ ինչա, բայց pit stop-ի limiter-ը կա վրան, տիպը երբ որ մտնում ես pit stop, տրեքում, այս մի բան է որ Հայաստանում չկա, բայց ժողովուրդ, տրեքում քշելուց մի բան կա որ շատերը չեն պատկերացնում, երբ որ մտնում ես pit stop տրեկից հետո, արագությունները լրիվ ուրիշ ձևի է ուղղը տնկալում ու շատ հաճախ Այն որ քեզ թվում է, դե ես 60 եմ գնում, որտեվ լիմիտ է, բայց կարող է 160 ես գնում, որ շատ վտանգ է։ Դրա համար կա այդ pit stop-ի լիմիտերը, բացի այնից որ կոնկրետում է օգտագործում, նաև իրական կյանքում, եթե դու pit stop ես մտնում, շատ է օգնում լիքը գլխացավանքից խուսափելու համար։ Մնում է մի բան էլ ստեղծեմ, որ մենք ունենք էլեկտրական dampener, բացի այնից որ ինքը էլեկտրական suspension է, dampener-ն էլ է էլեկտրական, հետևի suspension-ն է էլեկտրական, Մնացած ինձ թվում է, как бы արդեն ծանոթացել ենք, ես ցեզ արդեն պատմել եմ խիա պանիգալ է, ու вообще պանիգալն իրանով ինչ է ներկայացնում, իր այդ պատմական heritage-ը, իր այդ ամեն ինչը։ Так что, այս պահին limited edition-ների վրով ինձ թվում է տարբերությունը էս է։ Կստացի, limited edition ասեցի ու մի անգամից հիշեցի, ինչ է հետևս, Casey Stoner-ն է հետևս, բայց ես խոսում Oh yeah, what is that, man? Այս մոտոն ժողովուրդ, եթե նայեք ստե, այն որ այս Ducati է, այս ինչա Bentley, թեթևի մեջ ասեմ, եթե ուզում եք այս մոտոյի մասին վիդեո նկարեմ, ինքը Bentley Edition, Ducati Diavel-ն է, սրա համար կոմենտ ենք գրում, ու գրում ենք, որ հա, կուզեինք Rider, որ դու նկարես վիդեո այս մոտոյի մասին, լիքը բան կա ստե ստալու ու խոսալու, ու դաժե կարանք համեմատենք մյուս Diavel-ների հետ, ու տեսնենք ինչու՞մն է բանը։ Так что, եթե դες բանը դզում է ժողովուրդ, կոմենտ ենք գրում, լայք ենք անում, share ենք անում, որ սաղ իմանան Rider Ready հիանալի sense վիդեոների մասին եւ այլն։ Իհարկե մեկ է ուզում եմ այս մյուս Ducati Panigale V4-ը նկարեմ ձեր համար, այս կարմիր սպիտակ է, ու այս լրիվ ուրիշ մոտո չի, այս հենց ինքն է։ Так что, այս իրա պլյուսներից մեկն է ժողովուրդ։ Երբ որ դու ունես տրիկոլոր է, դու ունես միաժամանակ թե կարմիր սպիտակ մոտո ու նաև ունես միաժամանակ կանաչ ու սպիտակ մոտո, բայց իրականում դու ունես կանաչ, սպիտակ ու կարմիր մոտո, որը լեգենդար մոտո է։ Այս կողմից նայենք, մեկ չէ որտեղ Ducati-ն ստկի կարմիրով է լավ նայվում, բայց ինձ թվում է, այս 25 թվի մեջ դիզայնի առումով, սաղ գույները, սաղ տարբերակները, այս ինձ թվում է այն top առաջի տեղն է ստկի գրավում, ինչ կասեք ժողովուրդ։ Էլի մի բան, որ պետք է կոմենտ գրել ներքևում։